2025-ի դեկտեմբերի կեսերից Հայաստանը սկսեց ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին եւ հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել։ Այս մասին Facebook-ում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետը։ Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին։ Այսօրվա դրությամբ Հայաստանում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը նվազել է 15%-ով եւ նախկին 510 դրամի փոխարեն 1 լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է։ 2 օր առաջ Ադրբեջանից Հայաստանը ներմուծվել նաեւ դիզվառելիք եւ դիզվառելիքի նվազագույն գինը շուկայում արդեն այս ընթացքում նվազել է 2%-ով։ Նաև ռեգուլյար բենզինի գինն է նվազել դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8%-ով։ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների արդյունքում, պաշտպանության նախարարն է ընդգծել։ Ըստ նրա, սա կառավարության դիրքորոշումն է եւ այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում։ Պապիկյանը նաեւ հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ երկրի, այդ թվում Ադրբեջանի հետ մտնել սպառազինության մրցավազքի մեջ։ Դա սակայն չի նշանակում, որ երկիրը կդադարեցնի զենք զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի գնումը։ 2018-ին պաշտպանության ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ, իսկ 2025-ին 664 միլիարդ դրամ, այն է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար, այսինքն պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։